Տիգրան, խնդրեմ եւս մեկ անգամ ներկայացնես միջադեպը եւ կոնկրետ քո պահանջը քննչական կոմիտեից։ Կոնկրետ իմ պահանջս քննչական կոմիտեից նայա, որ ինձ անհիմն տեղի առանց փաստով, առանց ինչ-որ մի մեղադրանք, որ իմ վրա ներկայացված է, չկա։ Բռնել են տարել ինձ Հավային դե հարցաքննել առաջին օրը, էլի ոչ մի բան, ոչ մի տեղ չեմ դիմել, որ անհիմն է, 7-րդ օրը որ տարել են բռնել, ծեծել, հայհոյել, ծեծել է էլի հեչ, եթե հայհոյած չլեն, այսքան բանը չէր լինի։ Հիմա իրանք պետք է օրենքի մարդիկ են, իրանք օրենքի, մենք իրանցով ենք արխային հելնում ես պետությունը մքայլում, իրանքը մեր պաշտպանը քաղաքի մեջ։ Հիմա բռնումն է մեր մարդուն տանում բեսպրի ձելավարի բռնում տքում։ Աղմուկից հետո փորձել են ձեզ հետ կապվել, գուցե հանգուցալուծել խնդիրը, որպեսզի չհասնի աղմուկը ավելի մեծ չափերի։ Չէ, տենց էլ դրանից հետո, որ մեր բարեկամները եկան ասան, ինչի եք Տիգրանին բռնել, ասել են Տիգրանը ձերբակալված է։ Հետո այո։ Տիգրան ջան, իսկ հիմա այստեղի պահանջը նրա, որ ոստիկաններին ձերբակալեն մեղադրանք, չէ՞։ Այո, ոնց օրենքը պահանջում է, ոնց որ մարդիկ օրենքով շարժում են, իրանք իրանց պատասխանը պետք է տան։ Ամեն մարդուն վերցնում են տանում։ Հիմա ես ոնց այդ քաղաքում սրանից հետո ապրիմ, եթե իրանց այնը որ համապատասխան օրենքով չպատժեն։ Այդ դրանից հետո ես որտեղ ապրեմ պետք է վախենալով ապրեմ, ելում է պետք է ապրելը։ Կարող է այս դեպքից հետո մի ամսից հետո գանել ասին, արի գնանք 2 րոպե զրույցանիկ էլի տանեն տենց տփեն էլի գանգստեր ասինք մեզ տարել են տփել, չկարանանք ապացուցենք։ Հիմա ամեն ապացույցերն ակավականները ոնց են եկել վերցրել ինձ անհիմն տեղի տարել։ Իսկ ձեր մամի վրա կան ծեծի խոշտանգման հետ։ Դե բժշկական որ գնացել եմ հիվանդանոց են դե ասեն որ լոխի այս ականջիս հատվածում սանջարդեք է։ Արձանագրվել է։ Այո։ 306 խոշտանգման մասով քրեական գործ։ Հա, քնիչը կանչեց, հարցաքննեց, ինչ ձեզի պատմում է։ Վանաձորումով։ Այո։ Ասելա գործ ուղարկել ենք Երևան։ Իսկ գործը հարուցելուց հետո նորից բժշկական փորձարկություն եւ այլն։ Հա, գնացել ենք կներեք դատական բժշկի, քնիչը տարել է։ Այո։ Ինչ ա եղել այնտեղ։ Դե բժիշկը նայեց, գրեց, արձանագրեց, всё գնացինք քնչական։ Արձանագրեց, որ կան մամի վրա վնասվածքներ եւ այլն։ Ինձ բան չի ասել քնիչը։ Հաստաբանի հետ է խոսել։ Հա։ Ուրիշ հարցեր կան։ Այո, Տիգրան, դուք նաև դեպքից հետո նաև այն կայքը, որը տարածել էր հաղորդագրություն ձեր միջադեպի մասին, նշել էր նաև, որ կարծեք փորձում են նաև ազդել, գտնել աղբյուրները, ովքեր որ բացահայտել են, տեղեկություն ունեք դուք, թե ով է հետաքրքրվել, գուցե ոստիկաններն են հետաքրքրվել, ուզել են հաշվի արդար տեսնել, ինչ ինֆորմացիա ունեք այս առումով։ Ես մենակ կարա մի բան մտածիմ, ես էլ անտեղի տեղը չեմ կարա մարդու մեղադրին, որ իրանք տենց իրանց բեսպերի ձելավարի պահումը, իս նման տենց լիքը մարդկանց տարածքն տանջացել է ասած, են աստե մի հատ կնիկ կա իմ հետ եկալա, ինքն էլ կուզի, իրա տողունել են տարել այդ տենց երեկային հետ կապնվել, հա, նույն բաժդու, ես էլ այդ կնիկն այրեքի հետ կապնվել ասելա ուզում եմ ես էլ գամ իմ բողոքիս, դե չգիտեմ, թող ես կնիկը մոտիկանա իրանց։ Այդ ձեր բարեկամներ են, որոնց տնից գողություն են արել, ձեր ինչն են, ասում են ինչ են տարել դատամից եւ այլ, եթե կարաք ասել։ Դե ես որ ճիշտ ասեմ չեմ ոսկի են տարել, տենց են իրանք ասում, բայց դե որ ամա ես չեմ ուզում դրանից խոսամ էլի, որ մի բանի հետ կապ չունեմ։ Ինչքան ժամանակ է Վանաձորում եք ապրում։ Մի տարի մի ամիս է Վանաձորում ապրում, հələ կյանքում ոստիկանություն ոչ ընկածում, ոչ մի անգամ շունս մի աղջիկ պատահական վերցրեց, տարեց իմանալով որ տեղ չունի, գնացել եմ դիմել ասել եմ, կարակ կամերաներով իրար հետ օգնին գնանք շունս ճարենք, էտա, այսքան վաղտան դեր ես ոչ ոստիկանությունում ընկած, ոչ ինձ նորմալ որպես քաղաքավարի, որպես քաղաքացի դե ապրել եմ,
նորմալ ձևի։ Լավ, միջադեպը այդ օրը ոնց է եղել, ձեզ զանգահարել են ձեր ազգականները, ասել են, որ իրենց տանը գողություն եղել, այդքանի մասին տեղակ ենք։ Դուք ում հետ եք գնացել այնտեղ եւ ոստիկանները հենց իրենց տնից են ձեզ տարել բաժին։ Չէ, ես որ ինձ զանգել են, ասել են գողություն ա եղել, ես այդ վաղ մեր բարեկամի, այդ աղջկա, այդ մեր բարեկամի աղջկա պապայի հետ էի, եկել իր երեխու, Արցախ պուրակում, դե Վանաձորում մենակ մի հատ այգի կա կոչվում է Արցախ պուրակ։ Այնտեղ եք զանգահարեցին, դուք գնացիք, Հետո այդ դեպքից հետո որ ոստիկանները եկան, ասեցին դուք գնացեք, որ ասեցին բարեկամա դուք գնացեք, ես եկա տուն, գիշերը զանգեց Կրիստինա, մեր բարեկամը, թե բա ամուսինս նորից գնացել է գործի, պապան էլ տունն է, կլինի հետս գազ քնչական կոմիտե, որ մենակ չլինի։ Ասել եմ հա խիչ եմ գա, շոր ես հակել եմ իր հետ գնացել ու դեից առաջի անգամից 14-ի գիշերը։ Ասում են, որ մտել ենք, որ Կրիստինայից պետք է քննեին, ասում են կարաս մի րոպեով գազ, գնացել ենք երկու, ես գնացել եմ զուտ դե որ այդ աղջիկը իրանց հա, ինքը իրան քնին, հարցաքնին, պրծին իր հետ որ մենակ, հա, էտել այդ աղջիկն այն զանգարել ասել, դեից առաջի անգամ 14-ին ինձ տարալ հարցաքննալ, էլ այդ ենց գրուպի ձևերով, բան յոգորտ անգամ եմ ու յուս օրը 3-30 տոլի 40, 15-ից 30, տենց եկան, թե կոմոտիկանաս ու տենց տարալ այդ տենց վեխը թե հանի, եսա մշակում են քեզ, եսա պրիզնա տարի, բանը դու ես կազմակերպել, ես ասում եմ, եթե ես եմ կազմակերպալ, ապացուցի, ես կյանքում տես բան չեմ անելի, որ անողել ելնեի, հենակ ասեի տունը մարդ չկա հետո գնացեք գողություն արեք, ես այդքան կազմակերպողի նմանում, ասում այ ես բոլոր սրբությունները ուսում, երդվում պետն ասում, որ դու պրիզնատ գաս, ես քեզ տերից չոր կահանեմ, ես կահանեմ, ես ասանից ոչ մի ոչ պրիզնատ գալի բան ունեմ, ոչ էլ ես, եթե ինչ որ մի բան կա իմ կոնկրետ իմ անձի նկատմամբ, ես ոչ մեկին ոչ կարա մեղադրեմ, ոչ է կասկածին։ Բայց ձեր վրա ինչ նշաններ էին, ասում եք, վերք եք կային։ Դե գլուխս ամեն տեղից ուռած է, ես առաջի անգամ ու տես ծես կերալ, որ այսին։ Ոստիկանները ինչի համար էին հարվածում։ Ասում է խոսա պրիզնատ տարի, տարել են ծեցել, որ պրիզնատ կան, որ ես եմ արել գործը փակեն գնա։ Ինչի համար ես ինչ իմանամ իրանք ինձ ինչի համար էին ծեցում, այդ հարցը իրանց պետք է տալ։ Տիգրան, գիտեին, որ դուք նաև պատերազմի մասնակից եք։ Առաջի անգամ որ խփել էլ ասում, լավա չեք ամանչում, մենակ տողում բերալը կստեանին մտեղը տպումը կասում, լավ էլ գիտեին իրանք։ Ձեր բարեկամները հետո չգնացին, ասեն, ինչ է կարել, մենք չենք մեղադրել։ Մեր բարեկամը Կրիստինան եկալա, թե ինչ ինքով Տիգրանին բերաստ է, իրանք ասել են Տիգրանին կալանավորել ենք։ Դե մա ես էլ ուզում եմ հա ձերբակալել են, ինչ իմ քողոքից ձերբակալալ։ Ինչքան ժամանակ է գնացել ձերբակալված։ 11-ի, դե որով շահաշվեց 14-ն ու 15-ը համարյա մի օր դե եմ եղել։ Դե 14-ին գիշերն էլ եմ տարալ, դե առաջի օրը, հետո 15-ին։ Ուրիշ։